Այս համարձակ հայուհին մասնակցում էր աճուրդի, գրպանում ունենալով ընդամենը մի քանի գրոշ։ Պատկերացրեք, նա մտնում է Օսմանյան էֆենդիներով լեցուն դահլիճ և մարտահրավեր նետում բոլորին, ունենալով ընդամենը 110 փարա։ 1871 թվականն էր։ Վաճառվում էր Խաս գյուղի հայտնի Դաքեսյան առանձնատունը։ Շուրջ բոլորը մեծահարուստներ են, իսկ նրանց դիմաց սևազգեստ մի կին, սրբուհի մայրապետ Գալֆայան։ Ահա, արած է։ Երբ գինը հասնում է 950 ոսկու, նա բարձրացնում է ձեռքը։ Դահլիճում քար լռություն է տիրում։ Նա հաղթեց աճուրդում, բայց չուներ այդ գումարը։ Օրենքը նրան չէր ների։ Սակայն մայրապետը գիտեր, սա իր սեփական տունը չէր լինելու, այլ տասնյակ հայ որբերի։ Եվ տեղի ունեցավ հրաշքը։ Ընդամենը 8 օրում հայ համայնքը հավաքեց անհրաժեշտ ոսկին։ Այդ օրը նա գնեց ոչ թե ուղակի առանձնատուն, այլ լուսավոր ապագա հայ աղջիկների համար։ Դաքեսյան տունը դարձավ Գալֆայան վարժարան։ Սրբուհի Գալֆայան։ Նա Պոլսի ամենագեղեցիկ հայուհիներից էր, ով ընտրեց մի անձնուհու դժվարին ճանապարհը, իր կյանքը նվիրելով ուրիշներին։ Սա մի անուն է, որը պետք է հիշի յուրաքանչյուր հայ։